Եկնավոր հայր, մեր դերը, մեր Աստվածը, կողնակ սրտով ով դեր գուքանք այսօր, այս պաշտամունքին, քեզ բաշտելու, քեզ պարավորելու, քեզ մեծարելու, եւ նաեւ ով դեր քեզի հետ հաղորդակցելու եւ պատրաստվելու ով դեր քո խոսքդ լսելու։ Շնորհակալ ենք, որ այս օրերուն, այս դժվար օրերուն մեջ քեզ ունենք ով դեր եւ շնորհակալ ենք, որ մեզ դակավին քու շնորհքիդ մեջ կբահես, դակավին քու թևերուդ մեջ կբահես, դակավին ով դեր գողքաս մեզի եւ քու բարիկներդ եւ օրհնություններդ գվայլենք, շնորհակալ ենք ով դեր այս անձրևներուն համար եւ շնորհակալ ենք ով դեր, որ դակավին մեզի արիտ կուդաս, որ կովկովիկանք եւ գանանք հավաքվել եւ գանանք ով դեր քեզ բաշտել եւ գանանք մեր կորձերը եւ մեր ծառայությունները շարունակել ով դեր։ Նաև շնորհակալ ենք այս խաղաղության համար, այս գրագմարին համար, որ հաստատվեցավ, բայց նաև գաղութենք ով դեր, որ նաև այս մեկը դեպականանա ով դեր։ Թե այստեղ եւ թե շրջանի մեջ եւ այս հարցերը, այս լարվածությունը ով դեր լուծումներու հանքի եւ մանավանդ գաղութենք Լիբանանի համար, որ Լիբանան իր առողջությունը եւ իր բնական կյանքին վերադառնա։ Մինչ այդ ով դեր գաղութենք բոլոր անոնց համար, որոնք այսօր դժվարության մեջ են, դարաբանքի մեջ են, անոնց համար, որոնք ով դեր իրենց տուները գործունեած են, անդեր են եւ գարոդյալ են ով դեր, եւ գաղութենք, որ նաեւ տուն զիրենք այցելես, ինչ համայնքի որ լան ով դեր, եւ տուն իրենց հասնիս, իրենց հոգաս Եվ անատորտնես այն բոլոր գողմերը, հաստատությունները, եկեղեցիները, որ օգնության ցերկ գերգարեն ով դեր։ Գաղութենք մեր Լիբանանի բեդության համար, կառավարության համար, հատկապես Լիբանանի նախագահին համար, իր քայլերու մեջ, իր ընդրություններու մեջ, եւ գաղութենք, որ ով դեր մանավանդ զինքբայես ով դեր փորձանքներ է, եւ իմաստությունով ով դեր առաջնորդես։ Եվ Տուն այս հարցը ով դեր իր օգնես, որ իր լուծման հասնի եւ մանավանդ իննված Լիբանանի լա։ Գաղութենք, որ մեր երկիրը բայեսերու մանավանդ ներքին այս լարվածություններ են, ներքին խանգարումներ են, որպես անգամ մն եւս Լիբանան ներքին այս գրիվներու չի վերադառնա ով դեր։ Շնորհակալ ենք, որ խոսքը դունենք եւ շնորհակալ ենք ով դեր, որ խոսքը միշտ կրնանք կարդալ Գերնանք հասկանալ եւ խոսքով ով դեր տուն մեր յանքերուն լույս կուդաս, ուղղություն կուդաս, ու գամ կհայտնես, մեզի գզորացնես, մեզի գմխիտարես եւ մեզի խաղաղություն կուդաս ով դեր։ Հիշե յուրաքանչյուր անձ, որ այս պաշտամունքին ներկայ է եւ քեզ կբաշտե։ Հիշե մեր ընտանիքները, հիշե մեր զավակները, շարունակե ով դեր մեզ մանավանդ հերու բահել փորձանքները, հիվանդությունները, մանավանդ ով դեր փորձությունները եւ հաստատե մեզ ով դեր մեր հավատքի կյանքի մեջ եւ օգնե որ միշտ կանանք ով դեր քեզի հնազանդ զավակներ լալ եւ իսկապես միշտ կուգամքիտ մեջ լանք եւ կուգամքիտ մեջ կալենք այսօրը կալիք շաբաթը մանավանդ ով դեր քեզի կբերենք գիտենք որ մանավանդ մեզի համար հայ ժողովրդին համար կարևոր շաբաթ մնե ցեղասպանության այս բոլոր ոգեգոճումները ցերնակները որ գլան Եվ գաղութենք, որ ով դեր նաև այդ բոլորի մեջ մեզի քու ներկայությունով ով դեր բահես եւ քու ներկայությունով առաջնորդես։ Օրհնա այս պաշտամունքը ներկայ եղերով դեր մեր մեջ եւ մանավանդ Սուրբ Օգին ներկայությունով մանավանդ մեզ նաև առաջնորդ է այսօր։ Տեր Հիսուսի անունով գաղութենք եւ խնդրենք շնորհ կրե մեզի։ Ամեն։
Սպայլույս, աստոպարկ կուդանք այս դեոնական որվան համար, ուրախ ենք, որ դերոտ շնորհքով կհավաքվենք և դերը կվաշտենք։ Հայտարարությունը ընեմ, դերը գամի, կալ ուրպադորը միացյալ բաշտամուկ կա, գիտեք ապրիկ 24 է և միացյալ բաշտամուկ ունիք նոր մարաշի հայաբեդարնական եկեղեցի մեջ, ասկա մեր բոլոր ժողովուրդին բաց է, հրամեցեք կրնակ ներկա լալ, անշուշտ բաշտամուկ է նաև մեջը, նաև քեղարվեստական հայդակեր բիդի ելլա։ Ուրեմն ասը խոսքի հատված այսօր Հովանու ավետարանեն գուկա 20-րդ գլուխ 18-ին 23 համարները։ Մտի գնենք ասը խոսքը։ Մարիամ Մագդաղենացին քնած ու աշակերտներուն պատմեց, թե ինք դերը դեսավ, և թե անիգա այս բաները իրեն ըսավ։ Նույն օրը Մեկշաբթի իրիկունը աշակերտներուն հավաքված դեղին թրները կոց էին, հրյաներեն վախնալնուն համար։ Հիսուս եկավ և անոնց մեջտեղը գայնեցավ ու ուսավ անոնց, խաղաղություն ցեզի։ Ասիկա ասելով իր ցերկերն ու գողը ցուցուց անոնց։ Աշակերտներն ալ ուրախացան, երբ դերը դեսան։ Հիսուս նորեն ըսավ խաղաղություն ցեզի, ինչպես հայրս ինձ խրգեց, ես ալ ցեզ կղրգեմ։ Ասիկա ասելով անոնց վրա փչեց ու ուսավ անոնց, արեք Սուրբ Հոգին, որոնց մեղքերը որ թողուկ թողված լան անոնց, և որոնց մեղքերը որ ետ բռնեք բռնված լա։ Թող դերորդներ Սուրբ Խոսքին ընթերցում անշուշտ այս հատվածը Տեր Հիսուսի հարության օրը կբադայի, նույն օրը կսե Մեկշաբթի իրիկուն։ Հարցումով գուզեմ սկսիլ, եթե այդ օրթուն այդ սենյակին մեջ լա իր աշակերտներուն հետ։ Եվ Մարիամ Մագդաղենացին կալով ըսեր, որ քերեզման կացի, քերեզմանը բարապ դեսա, և նույնիսկ հարուցյալ պրգիչին հանդիպեցավ, և այդպես կսե, և ինք այս բաները ըսավ որ ցեզի փոխանցեմ, ինչ պիտի լար կեցվածքդ, ինչ պիտի ընեիր։ Կրնամ մի քանի գայարություններ հիշել։ Առաջինը գասկած և թերահավատություն։ Արդյոք շիդագ է, իսկապես հարություն արավ։ Գիտեք, օրինակ Թոմաս Արաքյալ հաջորդ հատվածի մեջ այդպես ըսավ. մինչև որ չտեսնեմ, չեմ հավատար։ Մինչև որ մադես սիրտնեմ իր գողին խոցված գողերու մեջ, չեմ հավատար, և Հիսուս կսե, որ երարի անոնց տեսնելու կհավատան։ Երկրորդ կարելիությունը սկացական լարվածություն, այդ մեջըտ այո և ոչի փամը պիտի լար, մասը պիտի ուզեմ, որ շիդագը լա, այդ մեկը, բայց նաև մեր վախնալ պիտի ավելնա, վախծած են աշակերտները, սենյակի մեջ հավաքված են, լավ, ինչ պիտի լա, ասկե վերջ ինչ, այս տեպքեն ետ ինչ, մանավանդ Տեր Հիսուսը չեն տեսած։ Երրորդ կարելիություն պիտի ուզեմ, պետք ունիմ, որ մեկը անշուշտ հաստատե այս մեկը։ Դվյալ գուսեմ, և մեկը որ հաստատե։ Ուրիշներ ալ նույն բանը ասեն, և այդ ավետարանները գարտակ պիտի տեսնեք, որ նաև ուրիշներ ալ այդ մեկը գսեմ, որ կացինք տեսանք Հիսուս հոն չէ։ Եվ չորրորդը գամած բաց ըլլալ ընդունելու այս մեկը, պատրաստ ըլլալ ընդունելու, մանավանդ երբ ուրիշներ ալ նույնը գսեն, նույնը կպատմեն։ Սիրեներ, գրնանք այս բոլոր իրական սեբել, որովհետև երբ աշակերտները լսեցին ամիջապես դուրս չելան, աշխարհ չի կացին, չի խանդավառվեցան, այլ մնացին իրենց կոց սենյակի մեջ, իրենց վախերու մեջ, և իրենց վախը գրկնապատկվեցավ հավանաբար։ Առաջնորդները ինչ պիտի ասեն, առաջնորդները ինչպես պիտի վարվին մեզի հետ։ Եվ հավանաբար մտքերի մեջ բայեցին, ինչ պիտի լա այս մեկը, ինչ է այս հարության մասին։ Եվ վստահ եմ, որ շատեր հիշեցին Տեր Հիսուսի հարության մասին խոսքերը, իրարոսին, որ գիտեք, Հիսուս ասանք բաներ մը ըսավ, որտի մարդով պիտի խաչվի, բայց երրորդ օրը հարություն պիտի առնի, որ այդ ժամանակ չէին հասկացած,
Չէին հասկացած։ Հիմա սկսան հիշել, որ լավ ասանք բաները ասավ Տեր Հիսուս իր խոսքերում մեջ։ Արդյոք ասիգա է, արդյոք ադիգա չէ։ Հարութեն անտին ինչ անորոշ էր պատկեր իրենց։ Գիտեք, անորոշությունը մարդուն համար, մեզի համար նույնքան վախ ստեղծող իրականությունն է։ Վիճակներ կան, դեպքեր կան, երբ որ չես գիտեր ինչ կսպասե քեզի, անորոշ վիճակը մեզ ավելի կվախցնի։ Գիտնաս որ այս պատերազմը մեկ ամիսեն պիտի վերջանա, շատ չես մտավիր։ Բայց ինչ պիտի լա։ Միշտ անորոշությունը վախ ստեղծող իրականությունն է։ Միտքս եկավ աշակերտներուն վիճակը այդ ալիքներով լեցուն եւ փոթորգալից ծովում մեջ, երբ Հիսուս իրենց քալելով, իրենց կողք գնաց։ Եվ գսե դեսնելով վախցան։ Եվ Հիսուսը որ ես եմ, մի վախնակ։ Ես եմ։ Այսօրվա հատվածի մեջ Տեր Հիսուս իր հարության օրվան երեկոյան գերևնա աշակերտներուն իրենց այս վիճակի մեջ եւ այս նույն գեցվածքն է վախով լեցունեն, անորոշությունով լեցունեն։ Եվ երկու անգամ գսե որ խաղաղություն ցեզի։ Եվ երկու անգամ ալ փամը գուզե ասել։ Նախ գսե որ ես եմ հարուցյալ դեր, այո լսեցիք Մարիամի խոսքերը։ Դերները փակ էին երկեցինք, բայց մտավ Տեր Հիսուս։ Փակ դերներն մտավ։ Ես եմ հարուցյալ դեր եւ ցույց տվավ իր ցերկերն ու գողը։ Հետաքրքրական է որ ոստե գծցնե, բայց Թոմասի ադեն գսե որ անոնց վրանց հարած տեսնելու գավադան։ Կամերուն դեղերը հոն էին։ Եվ այս մեկ անշուշտ աշակերտներում մեծ ուրախություն պատճառեց։ Ուրախացան գսե աշակերտները, անոնք պետք ունեին այս մեկը իրենց աչքերով տեսնել։ Եվ դրա համար Թոմաս նույն փորձառությունը գուզեր ունալ, որովհետև բացեգա էր։ Խաղաղություն ցեզի։ Եթե եբրայերեն բառը վիցենք շալոմ բառն է, խաղաղություն ցեզի։ Այդ բառն է, որ գործածվի եւ Աստծո ժողովրդին համար գնշանակի այն վիճակը, երբ Աստված իր աբակա թակավորությունը պիտի հաստատի։ Երբ որ շալոմ գսես, ծևոմը փապակ կհայտնես որ դերը կամ Աստված իր այդ աբակա թակավորությունը թող հաստատի, կամ պիտի հաստատվի։ Եվ Հիսուս խաչի վրա ինցավ ամեն բան գադարվեցավ, որովհետև այդ հաշտությունը եւ խաղաղությունը հաստատվեցավ Աստծո հետ։ Խաչի իմաստը գիտենք բոլորս, դերը մեզ իր խաչով Աստծո մոտեցուց, Աստծո հետ հաշտեցուց, մեր մեղքերը իր վրա արավ, մեր դեղ զոհվեցավ, բոլորը գիտենք խաչին մասին։ Տեր Հիսուս երևցավ իրենց եւ իրենց սուքը փոխեց ուրախության։ Ինչպես որ խոստացած էր Հովանու ավետարան եթե գարտակ այդ վերջին շաբաթը որ Հիսուս իր երթալու մասին խոսի, գսե որ Հովանու 14 ցեզ որ չեմ թողուր ու կամ ցեզ։ Հիմա գսե որ ցեզ սրտերը դրտմած են, նեղված են, բայց մի ուրախանակ։ Ցեզ որ չեմ թողուր, ցեզ նորեն մի դեսնեմ, 16-րդ գլուխի մեջ, գսե ցեզ նորեն մի դեսնեմ։ Եվ ցեր սրտերը ուրախ պիտի լինեն, ուրախությունով պիտի լեցվին։ Եվ իսկապես կտեսնեք, որ այստեղ Քրիստոսի ներկայությունը իրենց սրտերը ուրախությունով կլեցնեն։ Եվ փոխապերական իմաստով եթե առնենք, միտքս եկա որ Քրիստոսի ներկայությունը մեր մեջ, մեր կյանքերում մեջ, նույնիսկ որ վիճակները դժվար են, դակավի մեզի կրնա ուրախությունով լեցնել։ Ոչ թե այդ գեղձ ուրախությունով, բայց այդ ուրախությունով, այդ խաղաղությունով լեցնել, որովհետև գիտենք որ առանցին չենք։ Սիրելիներ, Հիսուս Քրիստոսի հարությունը այո, ուրախությամբ եւ խաղաղությամբ պիտի լեցնե, որովհետեւ մեր դերը Գաբրի հարուցյալ դեր է։ Եվ անշուշտ երկրորդ մեզ որ չի ցկեր, մեզ առանցին չի ցկեր, բայց ներկա է մեր վախերում մեջ, մեր դժվարություններում մեջ եւ մեզի խաղաղություն գուտա, որ հիմնված է իր հաղթության վրա։ Հովաննուի մեջ կսե որ այս բաները ցեզի խոսեցա, որպես ինձմով խաղաղություն ունենաք։
աշխարհի մեջ նեղություն պիտի ունակ, բայց քաչասիրտ եղեք, ես աշխարհի հաղթեցի եւ մահվան հաղթեցի։ Ասմեկ առաջին խաղաղությունն է եւ Հիսուս երրորդ խաղաղությունը հետաքրքրական է կապված է առաքելության հետ եւ միաժամանակ Հովանես Աբեդարանի հետաքրքրական այս հատվածի մեջ կներկայացնե իր հասկացողությունը, իր մոդեցումը Սուրբ Հոգիին եւ անոր կարեւորության հավատացյալին կյանքի մեջ։ Եվ այդ ուշադիրը լակ նաեւ հոգեկալուստի պատկերն է այստեղ Սուրբ Հոգին գսե, արեք Սուրբ Հոգին եւ փչեց։ Եվ պիտի բացատրեմ։ Տեր Հիսուս իր առաքելության սկզբնագետին ինչ էր աշակերտները հրավիրեց իրեն հետևելու։ Մեկ ընդրեց։ Սա որ Եդևես եկեք եւ ցեզ մարդոց որսորդ պիտի ենեմ, պիտի պատրաստեմ ցեզ մարդոց որսորդ ըլլալու։ Տեր Հիսուսի հայտնությունը այստեղ այս աբեդարանին մեջ, այս աբեդարանիչին համար այն մեկնագետն է, որ զիրենք պիտի գրգե թեպի աշխարհ իր կորձը շարունակելու։ Պատրաստ են այլևս մարդոց որսորդ ըլլալու։ Ուրեմն գսը որ ինչպես հայրը զիս գրգեց, ես ալ ցեզ գղրգեմ։ Ինչն ելու, նայեցեք Պետրոս ինչ կսե կորձրակելոց երկրորդ գլխում մեջ, կսե որ ասված այս Հիսուսը հարուցանեց եւ մենք, որուն մենք ամենքս բգայենք, ով է բգան։ Բգան անցն է որ իր դեսածը կհաստատե, իր հավատքը կհաստատե։ Ուրեմն գսեգոր որ այս Հիսուսը ասված հարուցանեց եւ մենք անոր բգաներն ենք։ Ուրեմն Տերը մեզ գղրգե իր աշակերտները գղրգե վգաներ լալու աշխարհի մեջ։ Իր աբեդարանը բաժնեկցելու, փրկության բարի լուրը բաժնեկցելու։ Աշխարհի մեջ խոսքով եւ կյանքով։ Եվ ասիկալ քույրեր եղբայրներ հավատացյալին բարդագամությունն է, ասիկան է եկեղեցին բարդագամություն, որ եկեղեցին կանչված է իր կորձը շարունակելու աշխարհի մեջ։ Ինչ է Քրիստոսի կորձը։ Ղուկաս Աբեդանի մեջ կսե որ Եսայի մարգարեությունը կմեջ բերե Հիսուս, ես եկա դերոջ հոգին վրա սեզիս խրգեց եւ այլն հիվանդներուն բժշկություն տալու, գարոդյալներուն օգնելու, հոգալու, դերոջը ընդունելի դարին կարոզելու։ Ուրեմն պետք է ամեն ինչով հավատացյալը եկեղեցին Տեր Հիսուսի նման ապրի։ Անգլերենով ասենք imitate, ճիշտ իր ռածը ընենք։ Եվ ասիկա է մեր առաքելություն։ Ադորա գսեմ որ ինչպես հայրը զիս կրգեց այս բոլորը ընելու Իսրայելի ժողովրդի մեջ, ես ձեզ կգրգեմ իմ մգաներս ըլլալու, իմ ջամփաշ շարունակելու, ինձի նմանելու, իմ կորձս շարունակելու։ Եվ կսե խաղաղություն ցեզի։ Ինչու կան որ Աստծո թագավորության մեջ, Տեր Հիսուս Քրիստոսի թագավորության մեջ իր զավակները, Աստծո որդիները այս ցեվով Քրիստոսի ցեվով որ ապրելու են որպես Քրիստոսի բգաներ։ Եվ հետաքրքրանորեն այս մեկը ասելով ինչ էր Սուրբ Հոգին փչեց անոնց վրա։ Կամ որ Սուրբ Հոգին դերը հավատացյալին յանքի մեջ շատ հիմնական եւ կարեւոր է։ Սուրբ Հոգին փչեց անոնց վրա։ Արդյոք այս մեկը հոգեկալուստի թեփն է։ Արդյոք այս մեկը հագասե կորձրակելոց քիրքի հոգեկալուստի թեփ կամ մենք գիտենք որ հոգեկալուստի եփ պատայեցավ համբարձում են 40 օրերի հետ։ Ինչ Հովանես ինչ կնեգոր այստեղ։ Հովանես ինչ կնեգոր այստեղ։ Հոգեկալուստի մասին խոսի որ բացադրեմ։ Հետաքրքրական է ասիկա։ Ոչ շանշուշ չի հագասեր։ Քանի որ բարսևով բացադրեմ։ Հովանու աբեդարանիչ իր աբեդարանը գրեց Երբ որ գրեց աբեդարանը հոգեկալուստի թեփքը եղած էր։ Եվ ընթերցողները դերյակ էին այդ թեփին։ Սոբետ չունի ադոր մասին խոսել։ Իր մտահոգությունը ադիգա չէ։ Իր մտահոգությունը ադիգա չէ, որ ինքը ժամանակակրականորեն chronologically թեփքերը ներկայացնի։ Ղուկաս աբեդարանի այդպես է։ Պատմապան է, մանրամասնորեն։ Ուրեմն Հովանուի միտքը նպատակը ադիգա չէ։
իր նպատակը ավելի, ասենք, աստվածաբանական միտք է։ Եվ իրեն համար ան Քրիստոսի խաչելությունը, հայտնությունը, համբարձումը, փառավորվելը եւ հոգին իջնալը մեկ ամբողջություն գսել է։ Եվ ադորամար այս ավետարանի մեջ կտեսնենք, որ այս թեփքը գկրե որպես հեղինակ։ Նաև այս գսե որ Հիսուս Սուրբ Հոգին փչեց, Սուրբ Հոգին դվավ։ Եվ ադորամար գուզե Սուրբ Հոգին անոր հետ գաբել, եւ անշուշտ հետեւյալ իմաստները նաև գրնանք վերակրել անոր Հովաննեսի համար։ Նայեցեք Հովանու ավետան երբ որ գարթակ միշտ թեփքեր իրենց անմիջական իմաստը ունին եւ նաեւ գնահատեսեն փամը որ նաեւ բիդի բադահի քալիք օրերում մեջ հիմա օրնագով դամն է բիդի հասկանանք որ անմիջական իմաստ ունին փամը գլագոր Հիսուս փամը գնեգոր բայց նաեւ գնահատեսեն փամը որ բիդի բադահի աբակայի մեջ բիդի բադահի քալիք օրերում մեջ Հիսուս հոգին փչեց գսե իրենց վրա նայեցեք Զենոնտոցի մեջ ասո շունչը ինչ կնե գստեղծե եւ գյանք գուդա մարդուն ասված մարդը հողե շինեց եւ գսե իր ռնկներու մեջ փչեց Եզեկիելի գլուխի մեջ չորցած ոսկորներուն այդ հատվածի մեջ ասո շունչը գյանք գբերը այսինքն դերոջը շունչը գստեղծե եւ մերածին հոգնածին հուսահատածին հուսախապին գյանք գուդա եւ աշակերտները այդ վիճակին մեջն են վախծած են մերած են հոգնած են հուսահատած են փամը գանգալ են որ ուրիշ փամը եղավ եւ այս հոգին շունչը Քրիստոսի զիրենք գ վերանորոգե նոր գյանք եւ նոր սկիզբ ուլա եթե աշխարհ պիտի երթան իրենք նորոգվելու պետք ունին այդ նոր գյանքին պետք ունին եւ այդ հոգին անշուշտ Քրիստոսի շունչը նաեւ այստեղ զիրենք ասենք դեր ստեղծելու է նոր ստեղծվածներ գնել Հիսուս ինչ կվերապեր աբակայի համար նայեցեք Հիսուս աշակերտներուն ոտքերը լված նախքան խաչվի ինչպես որ ոտը լվան գմատնանշե այն մակրությունը որ նաև պիտի կատարվի քարնուգին միջոցով այո լված սա որ այսպես կնեմ որովհետեւ դուք ալ այդպես ենք ինձի նմանիկ բայց նաև գիտեք որ իրենց ոտքերը լված եւ նաև Քրիստոսի արյունը քարնուգին արյունը նաև մեր մեղքերը պիտի լվա եւ Հիսուս մի քանի օր վերջ անշուշտ դեպի խաչ պիտելեր եւ այդ արյունը խաչի վրա պիտի հոսեր եւ անշուշտ Սուրբ Օքին այստեղ այո նոր կյանք կուտա նոր շունչ կուտա իրենց բայց նաև գնահատեսե հոգեկալուստը որ պիտի իջնա եւ պիտի իլա այդ գայձը աբեդարանչության աշխարհ երթալ եւ այդ բայց Հիսուս պետք է համբարնա որբեսի նաև եկեղեցին սա համբերեցեք միջև Սուրբ Օքին արնեք եւ դեպի աշխարհ պիտի երթա կորձրակելուց առաջին գլուխի մեջ ուրեմն սիրելիներ նոր ստեղծագործությունը այստեղ սկսած է եւ աշակերտները հարուցյալ ցանկին մեջն են ուրեմն Սուրբ Օքին այստեղ այսպես ասեմ անցին վրա գիչնա նաեւ անհատական կետնի վրա գլա այդ մեկը սկիզբն է բայց գիտեք full power գսենք ամբողջական այդ ուժը երբ պիտի սկսի հոգեկալուստի օրը եւ որ Սուրբ Օքին պիտի շնա ամբողջ նույնը պիտի ցնցի եւ իրենք թեպի աշխարհ պիտի երթան Հովանու ավետարանի մեջ հոգին կստանան անհատապես բայց կորձակրքի մեջ անշուշտ անոր զորությունը պիտի հայտնաբերվի ուրեմն Հովաննես քիչը դարբեր է ադորամոր ուդեցի որ այս բացաությունը դալ Հովանուի մոդեցումը դարբեր է իր քրած ոճը նման անշուշտ նաև դարբեր է ուրեմն
Արդեն Սուրբ Հոգին կորձը այստեղ սկսած է, այսպես ասենք, արդեն սկսած է եւ զորությամբ, ամբողջական զորությամբ պիտի հայտնվի համբարձումեն իդ եւ անշուշտ Տեր Հիսուս Քրիստոսի կորձը շարունակելու։ Եվ ինչ որ գտեսնեք, որ հանդարտությամբ սկսավ այս սենյակի մեջ ամբողջ աշխարհը պիտի շարժի, ամբողջ աշխարհը պիտի հեղաշրջի, բայց երուքին աղբյուրնալ Քրիստոսի հարուցյալ դեր լալու երաշխությունն է, հարուցյալ փրկիչ։ Այն դերը, որ Աստված հարուցանեց սկսե Պետրոս եւ մենք անոր բգաներն ենք։ Ուրեմն աշակերտները հեղաշրջված են, աշակերտները նորոգված են, հոգիով լեցված են եւ գրգված են թեպի աշխարհ։ Եվ անշ մենք գիտենք պատմության, որ աշակերտները հնազանդեցան եւ կացին թեպի աշխարհ եւ թիմակրավեցին մեծ դժվարություններ։ Եվ գիտենք, որ բոլորն էլ անշուշտ այդ ճամփուն վրա նահատակվեցան։ Վերջացնեմ։ Այս հատվածը մեզի համար որպես եկեղեցի հիշեցում է, որ մենք գանչված ենք Քրիստոսի վգաները ըլլալու եւ իր կորձը շարունակելու։ Եթե մեկ բան պիտի հիշեք, այս բոլոր ըսածներս հիշենք, որ մենք որպես եկեղեցի գանչված ենք Քրիստոսի վգաները ըլլալու եւ Քրիստոսի կորձը շարունակելու։ Եվ այս հատվածը նաև այդ մեկը գշեշտ է։ Հետևաբար մեր հավատքի կյանքը մշակելու ենք, աշխատելու ենք մեր հավատքի կյանքին վրա, հոգևոր վարժություններով, հոգևոր դիսցիպլիններով, Աստծո խոսքը գարտալով, Աստծո խոսքը հասկանալով, Աստծո կամքը գիտնալով, եւ անշուշտ այդ բոլորը կյանքի եւ կորձի վերածելու ենք։ Երուկը միասին երթա։ Մշակելու ենք հավատքի կյանք եւ այդ կյանքը անշուշտ վերածվելու է կորձի վերածելու ենք, Քրիստոսի կորձը շարունակելու ենք եւ այս երուկի մեջնալ պիտի արտոնենք, որ Սուրբ Հոգին կորձե մեր մեջ։ Սուրբ Հոգին կորձը շատ հիմնական է, գարժե ասոր մասին զադեմ խոսիլ տերևս սերդողությամբ։ Մենք գրած ենք այս սերդողությունը։ Սուրբ Հոգին կորձը հիմնական է, որովհետև թե մեր անձին վրա աշխատի, մեզ մշակելու, մեզ փոխելու, մեզի տաստիարակելու, բայց նաև Սուրբ Հոգին է, որ պիտի օգնի, որ մենք կարողանանք օրինակ Սուրբ Հոգին բդուղը ցույց տալ մեր կյանքի մեջ։ Գտեսնեք, որ եւ մի օրինակ Տեր Հիսուսի խոսքը, որ գսե, որ այս բոլորի մեջ մենք առանցին չենք, մենք առանցին չենք ցկված, որովհետև Դերը մեզի հետ է։ Եվ ինչը սա որ ցեզ որբ չեմ թողուր Հովհաննեսի մեջ, Մատթեոսի մեջ գսե, որ ցեզի հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Էմաուսի մեջ կտեսնենք, որ աշակերտներուն հետ պիտի կալի, կալ շաբաթ ասոր մասին պիտի խոսիմ։ Դերը դա որ իսկապես սիրելիներ, գույրերեղբայրներ, բոլորս ալ գարենանք միշտ գիտակցիլ այս մեր գոչումին, որ մենք Քրիստոսի վգաներն ենք աշխարհի մեջ եւ անշուշտ իր կորձը շարունակելու ենք։ Եվ ասկա թյուրին բան չէ։ Ասի դժվար բան է, բայց ասիկա եկեղեցին գոչումն է, հավատացյալին գոչումն է եւ ասիկա անելու համար անշուշտ պետք ունենք Սուրբ Հոգին զորության։ Դրա համար Հիսուս սկսել որ փչեց խաղաղություն տվավ, արեք Սուրբ Հոգին եւ այդպես խրգեց աշխարհ իրեն համար վգաներ լալ։ Թող Դերը մեզ բոլորս անշուշտ հաստատե եւ հավատարիմ բայ։ Ամեն։